Ողջույն։ Վերջին մարտին գնացող Հայաստանի այս իշխանության զինանոցում նորմալ զենք չի մնացել։ Մարտի դաշտ է նետում ամեն ինչ, վերջին փամփուշտը, հնամաշ ու անպիտան տեխնիկան, արգելված միջոցները։ Դա հաղթելու համար չէ, դա հուսահատության, խճճվածության, քաղաքական մահի սարսափից է։ Սրանց քաղաքական պահեստը բացարձակ դատարկ է։ Խոստումներին հավատացող չկա, ժողովրդավարության ու արդարության հեքիաթը չկա, կա հիստերիկ ագրեսիա։ Փաշինյանը գնում է ձայն խնդրելու ժողովրդից, բայց տեսնում ենք ինչպես է հենց այդ ժողովրդի նկատմամբ ատելությունն ու ագրեսիան չռում սրանց թիմից։ Նրա բառապաշարը ժողովրդի հետ էսա. սպառնում եմ, սատկացնելու եմ, ինչի չես զոհվել, այ համբալ եւ այլն։ Ով հետևիճում է ձերբակալում են, գորգորում է գլխից դուրս ու ասում, բա վարչապետի հետ ինչ բառապաշարով են խոսում։ Նիկոլ Փաշինյանի պահվածքը թույլ է տվել նրա հետ խոսել ցանկացած բառապաշարով։ Անգամ սրանց քարոզարշավի պատճառով մարդիկ են մահանում։ Քարոզարշավում պլակատը պոկելը ընդամենը տուգանք է հասնում։ Նիկոլի պլակատը պոկելու համար քաղաքացուն մեկուսացնում են հոգեբուժարանում եւ նա ինքնասպան է լինում։ Արմեն Հովհաննիսյանի տունը Նիկոլը հանձնել է ու այսօր ասում են քո դժբախտության մեղավորի պլակատը ճղել ես, դատապարտվում ես մահվան։ Թղթի կտորի համար, այսօր ենք ասել։ Փաշինյանը մարդու քարետունը հանձնել է թշնամուն, բայց այդ մարդուն մահվան են հասցնում Նիկոլի թուղթ ու ֆոտոշոփ արված նկարը պատրելու համար։ Հայաստանում, որն իշխանությունը հռչակել է ժողովրդավարության բաստիոն, կիրառվել է ամենաստոր մեթոդը՝ մահացու հոգեբուժությունը։ Վարչապետ աշխատողի նկարը ժողովրդի կյանքից փաստորեն թանկ է։ Նիկոլը գոռում է՝ սատկացնելու եմ, ոչ մի պատիժ։ Քաղաքացին գոռում է Նիկոլ Դավաճան կալանավորել են։ Վախից է։ Վստահ եմ գիտեմ, որ դա ամբողջ ժողովրդի կարծիքն է։ Ժորժ ջան, եկեք արձանագրենք, Հայաստանի Հանրապետության պետական ապարատը հայատյաց իշխանության ձեռքում է։ Սրանք ցույց են տալիս, որ իրենց համար մեկ է, ադրբեջանցի է, ամերիկացի է, ռուս է, թուրք է, հայ է, սաղ մեկ են ու սաղ թշնամի են, եթե խանգարում են իրենց իշխանության վերարտադրմանը։ Հայը դեմ է Նիկոլի իշխանության վերարտադրմանը, ուրեմն թշնամի է։ Թուրքն ու ադրբեջանցին այսօր դեմ չեն, ուրեմն բարեկամ են։ Փաշինյանն ատելության խոսք է ասում բժիշկ կնոջ նկատմամբ։ Առողջապահության նախարարը գլխով հավանության նշան է անում։ Պապիկյանը հայերի գլուխների վրայով է պատրաստ անցնել, ասում է տրորելով կանցնենք։ Հայերին է ասում։ 200 քառակուսի կիլոմետր թշնամին օկուպացրել է Պապիկյանի պահած երկրից։ Մի օր չլսեցինք ասի դրանց տրորելով կանցնենք, որովհետև ադրբեջանական զորքի Հայաստանում տարածքում գտնվելը թեկուզ երկրի կեսն էլ օկուպացնեն, սրանց իշխանությանը չի խանգարում, իսկ Սամվել Կարապետյանի քաղաքականության մտնելը իրենց իշխանությանը խանգարում է։ Երկրի պաշտպանության նախարարը, որի պաշտոնը պետք է նրանց քաղաքացուն պետք է պաշտպանի, ասում է, ով մեր ճանապարհին կանգնի, տրորելու ենք, անցնենք։ Ուզում եմ հարցնել, հերիք չէ, տրորեք, զոհեք ձեր ճանապարհին կանգնածներին։ Պապիկյանի այդ ելույթից հետո մեզ պետք է համոզեն, որ Սոնա Մնացականյանը պատահաբար է ընկել ավտոյի տակ, թե իրենց ճանապարհին կանգնել էր, տրորեցին։ Բանակում հարյուրավոր զոհեր տված պաշտպանության նախարարը ժողովրդի մասին ասում է, վրայով անցնելու ենք։ Երբ երկրի վարչապետը, երկրի քաղաքացուն ասում է, այ տականք, ինչ ես կենթանի, գնայիր զոհվեիր, համբալի մեկը, դա արդեն վերջն է։ Դրանից ենկոմ Ժորժան, ես չգիտեմ, թե ինչ է։ Բայց հիմա հարցնեմ, դուք այդ պատերազմը հրահրել եք, որ քանի հոգի զոհվեր, 150,000, գուցե 3 միլիոն, քանի հոգի պիտի դեռ զոհվի ձեր նպատակների համար, կա թիվ, քանի զոհն է, որ քեզ հոգեկան խաղաղություն է բերելու, 5,000 տղու զոհեցիք, որովհետև ձեր ու Ադրբեջանի միջև խաղաղության ճամփին էին կանգնել, 5,000-ին զոհեցիր, որ քեզ դավաճան չասեն, քանի հոգի պիտի զոհվի, որ քեզ էլ ինչ չասեն, բայց մեկը ասում են, ասելու են, այս պատմության մեջ այսքան զոհ պետքա չլիներ վստահաբար, պետք է մի զոհ լիներ, պարտությունից հետո ինքը իրեն զոհեր, պարտության խայտառակությունից պրծնելու համար, ու մեզ պրծացնելու համար։ Լուսահոգի Արմեն Գրիգորյանը, որ այս իշխանության զոհերից է, ասում էր, սրան հանեք, որ էլ մարդ չմեռնի։ Քանի հոգի կա ըստ ձեզ, որ չի ուզում
հայ ժողովուրդը ապրի։ Առաջ ինձ թվում էր միայն Էրդողանն ու Ալիևը, բայց այդ ժամանակ ՔՊ դեռ չկար։ Հիմա չեմ մտածում, թե միայն այդ երկուսն են։ Նիկոլն այցելում է համայնքներ։ Ամեն համայնքում իր ձեռագիրն է թողել, զոհեր կան, որոնց ծնողները բողոքում են, պահանջում են, ու դա ցինիկ արձագանքում է, փող են տվել, որ խոսեն։ Նրանց զավակներին զոհել է, պատասխանը չի տվել, հիմա ասում է փող են ստանում, որ գան իմ դեմ խոսեն։ Նիկոլն ավտոբուսներով մարդիկ է տանում քարոզարշավի, որ ծափերով խլացնեն որդեկորույս ծնողների, դժգոհ քաղաքացիների ձայները։ Պապիկը ում թորանը զոհ են տվել զորանոց կոչված խրճիթում, բողոք ունի, Նիկոլի մարդիկ բերանը փակում են, հռհռում են, հրճվում են, թիկնապաներով շրջապատված անհավասարակշիռ գոռում է, կողքին կանգնած առողջապահության նախարարը հրճվում է, փոխանակ հանգստացնող տա, շտաբ օգնություն կանչի, տանեն այնտեղ, ուր տարել էին Նիկոլի պլակատը պոկողին։ Դիմում են պետապարատի մարդկանց, ովքեր այս իշխանության ուղիղ քաղաքականության գիծն են իրականացնում։ Նորմալ է ձեզ համար։ Իսկապես ձեզ համար մեկ է, ղեկավարը նորմալ է թե նորմալ չէ, հայ է թե հայ չէ, հիվանդ է թե առողջ, ուժեղա թե թույլ։ Ձեզ համար մեկ է լրիվ։ ՔՊ-ի համար, որ աշխատում եք, ձեզ դուր է գալիս, վաղն էլ գնալու եք դրան ձեն տակ հրահանգով, որ ինչ լինի։ Կապ չունի սրանք ինչ են անում, ով են։ Եթե գնաք դրան ձայն տալու, վաղը չզարմանաք, որ դոշներից այդ քարտեզը, որ ստիպել են կախեք, հիմա էլ կախեք, դա փոխեք, Ադրբեջանի քարտեզը կախեք։ Ուղղակի Հայաստանն էլ դրա մեջ։ Պետք է հիմա որոշեք ու հրահանգները կատարելուց ինքներդ ձեզ, ձեր հարազատներին, ընկերներին բացատրություն տաք։ Տեսնում ենք, որ Նիկոլը հայի հետ, Հայաստանի քաղաքացու հետ, Հայաստանում ապրողների հետ կամուրջները այրել է արդեն։ Նայելով այս պաշտոնյաների պահվածքին, ՔՊ-ականների պահվածքին, նրանց ցինիկ հռհռոցներին ու հանրությանը բացահայտ արհամարելուն տպավորություն է ստեղծվում, որ նրանք ընտրություններից հետո ընդհանրապես չեն պատրաստվում ապրել Հայաստանում։ Կարծես արդեն մտովի ճամպրուկները հավաքել են, ուղղակի սպասում են ընտրությունների ավարտին։ Թե չէ այդպես չէին վարվի մի միջավայրում, որտեղ դեռ պետք է ապրեն։ Ոչ մի նորմալ մարդ, ով պատրաստվում է վաղը քայլել Երևանի փողոցներով առանց թիկնապանների մտնել խանութ կամ հարևանի աչքերին նայել, իրեն թույլ չի տա այն, ինչ այսօր անում են ՔՊ-ականները։ Ես ուղղակի չգիտեմ ուր եմ փախչելու։ Տեղը չեմ պատկերացնում։ Երկրագնդի 29% ցամաքի վրա այդ տեղը չգիտեմ, որտեղ են ուզում գնալ ապրելու, որ հայի չհանդիպեն։ Կարճ ասած, ՔՊ-ն հայ մարդուն ասելիք չունի, ծրագիր չունի, գաղափար չունի։ Սրանց արարքների արժանի պատասխանը քվեատուփի միջոցով պետական լծակներից զրկումն ու բանտեր ու քաղաքական վտարանդության ենթարկելն է։ Սրանք մտովի մեր ժողովրդի, հայ ազգի հետ չեն։ Մնում է ֆիզիկապես հեռացնել պետական ղեկից։ Իսկ եթե Աստված հեռու տանի ընտրվեն, չեք էլ պատկերացնում ինչպես են հաբրգելու։ Քարոզարշավում սրանց պահվածքը հաջորդ 5 տարվա նախերգանքն է, թե ինչ է լինելու, դա էլ են ասում։ Քաղաքացիների կյանքը խլող համակարգը պետք է կազմաքանդվի քվեատուփերի մոտ։